քիչ առաջ տեղի ունեցավ իմ եւ Կիպրոսի գործընկերոջ միջև հանդիպումը, մենք քննարկեցինք բազմաթիվ երկկողմ հարաբերություններ, մեր կողմից նաեւ առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցությանը եւ Տիկին Դիմիտրոն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին, ինչպես նաեւ մենք քննարկեցինք մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ինձ համար այսօր շատ կարեւոր ու շատ հաճելի օր է, որտեղ իմ գործընկերը Հայաստանի Հանրապետության ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն գործունեությունը, որը իրականացնում է Տիկին Դիմիտրոն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ մենք այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված եւ ինչի համար եւ ես Տիկին Դիմիտրոյին եւ մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ եւ պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է եւ Կիպրոսի ժողովրդի կողքին է եւ Տիկին Դիմիտրոյին ես տեղեկացրեցի նաեւ մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է եւ աջակցելու է Կիպրոսի խնդրին եւ ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրոյի հետ, ինչպես նաեւ տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը եւ եւս մեկ անգամ ողջունում եմ եւ բարի գալուստ եմ ասում Հայաստան։